Իդեալ համակարգի խանութ սրահներից ձեռք բերեք կերամիկական սալիկների լայն տեսականուց ցանկացած սալիկ, իսկ սալիկին համապատասխան սոսին ստացեք ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am։ Մարտի 9-ին ոստիկանության Արարատի մարզային քրեական վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկում երեխայի դիկ է։ Ոստիկանները նշված գյուղի տանտանիքում առաստաղից կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 13-ամյա Սամվելի Դին։ Մարտի 6-ին ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը 13-20-ի սահմաններում կենտրոն վարչական տարածքում գործող դպրոցներից մեկի դիմաց մի խումբ անձանց միջև վիճաբանություն է տեղի ունենում, որի ժամանակ մասնակիցները հայհոյում եւ փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։ Մարտի 6-ին ոստիկանության Գավառի բաժնում տեղեկություն է ստացվել, որ մարզի դպրոցներից մեկում ծեծի ենթարկվելու հետևանքով բժշկական կենտրոն է տեղափոխվել մի երեխա։ Պարզվել է, որ նա Գեղարքունիքի մարզի բնակիչ 8-ամյա ՎՍ-ն է։ Ոստիկաններին երեխայի հայրը հայտնել է, որ նույն օրը ժամը 8:50-ի սահմաններում դպրոցի դասասենյակում վիճաբանության ժամանակ Գեղարքունիքի մարզի բնակիչ 8-ամյա Անն մի քանի անգամ ոտքով հարվածել է իր որդուն եւ պատճառել մարմնական վնասվածք։ Մարտի 6-ին ոստիկանները Երևանի Բաղրամյան պողոտայից ապօրինի թմրանյութ ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածի առկայության հիմքով ձերբակալել ու ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 33-ամյա Արմենուհուն։ Վերջինս եղել է Հոնդա մակնիշի ավտոմեքենայով։ Տեղում կասկածյալը ենթարկվել է անձնական խոզարկության, կրծքալի միջից հայտնաբերվել է փաթեթ, կպչուն ժապավենով փաթեթավորված սպիտակ բյուրեղանման զանգված, որը նման է մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի, որը կազմել է մոտ 125 գրամ։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ նախնական համաձայնությամբ կատարվել է առանձնապես խոշոր չափերով 10 միլիոն 542 հազար դրամի փողերի լվացում։ Քննչական կոմիտեն նշում է ԴԳ-ն եւ ՎՍ-ն Facebook-ում ստեղծել են հիմնականում ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների լուսանկարներով կեղծ անհատական էջեր, որոնց միջոցով ներկայանալով այդ անձանց ընկերներին ու բարեկամներին նրանց անունից պահանջել են գումար։ Այն ստանալու համար տրամադրել են էլեկտրոնային դրամապանակներ կամ Հայաստանում կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող տնտեսվարողների էլեկտրոնային դրամապանակների ու բանկային քարտի տվյալներ եւ հափշտակել են տուժածների փոխանցված գումարները։ Մարտի 10-ին Մալաթիայի բաժին է զանգահարել Սեբաստիա փողոցի մի բնակիչ եւ հայտնել, որ գիշերը գողացել են Բաքում կայանված Nissan մակնիշի իր մեքենայի հետևի համարանիշերը։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է նույն փողոցում հաշվառված 36-ամյա մի երիտասարդ, ով նույն օրը ձերբակալվել է։ Անձնական խոզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մեքենայի բենզաբակի 20 կափարիչ, որոնք ըստ նրա նույն օրը առավոտյան ժամը 5-ից 7-ը գողացել է իրենց փողոցում կայանված տարբեր մեքենաներից։ Մարտի 10-ին ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել Այրվածքաբանական ազգային կենտրոնից, որտեղից հայտնել են, որ մարտի 4-ին իրենց մոտ բուժօգնության տեղափոխված քաղաքացին մահացել է։ Պարզվել է, որ մահացածը Արարատի մարզի բնակիչ 39-ամյա Գեգամ Իսրայելյանն է։ Վերջինը եւ Արարատի մարզի բնակիչ 41-ամյա Հարութ Փայտյանը Այրվածքաբանության ազգային կենտրոն էին տեղափոխվել Արարատ բժշկական կենտրոնից մարտի 4-ին Այգավան գյուղում գործող գազալցականում առաջացած պայթյունի հետևանքով։ Մարտի 10-ին տեղեկություն է ստացվել, որ Վանաձոր Ալավերդի ավտոճանապարհի Սատանի կամրջի մոտակայքում բեռնատար է այրվում։ Հրդեհը բռնկվել է Լոռու մարզի բնակիչ 56-ամյա Արամ Սարգսյանի կողմից վարած Իվեկո մակնիշի բեռնատարում, որը Ռուսաստանից Երևան մեծ քանակությամբ կոնյակի շշեր էր տեղափոխում։ Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։ Մարտի 10-ին ժամը 18:10-ի սահմաններում Երևանի Սասունցի Դավիթ փողոցում բախվել են 2 Opel Astra, Toyota Altezza, Dodge մակնիշի ավտոմեքենաներն ու Mercedes միկրոավտոբուսը։ Տուժածներ չկան։ Մարտի 10-ին Երևան աշտարակ ավտոճանապարհին բախվել են BMW եւ Opel մակնիշի ավտոմեքենաները, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 10-ին Երևան Մեղրի ավտոճանապարհին բախվել են Dodge մակնիշի ավտոմեքենան ու Photon բեռնատարը, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 10-ին Զովունի Եղվարդ ավտոճանապարհին բախվել են Mazda 6 եւ Nissan Murano մակնիշի ավտոմեքենաները, 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 10-ին Արարատի մարզի Դաշտավան գյուղի գլխավոր փողոցում բախվել են Mercedes եւ VAZ-2107 մակնիշի ավտոմեքենաները, 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Մարտի 10-ին Վայոց-Ձորի մարզի գումարտակի պարեկները ջերմուկում ծառայություն կատարելու ժամանակ նկատել են, որ Արմենիա առողջարանային համալիրի հետնամասում գտնվող երկհարկանի շենքում հրդեհ է բռնկվել։ Պարեկները եւ հրշեջ փրկարարները կանխել են կրակի տարածումն ապամարել այն։ Պարզվել է, որ այրվել է գույքը, էլեկտրական գործիքներ, սարքավորումներ, մալուխներ, բարեբախտաբար տուժածներ չկան։
Արարատի բաժնի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Երևանի Ռաֆու փողոցի բնակիչ 34-ամյա երիտասարդը, որը մեքենայով գտնվում էր Բանավանում, իր մոտ եւ մեքենայում պահում եւ օգտագործում է թմրանյութ։ Մարտի 5-ին ժամը 20:50-ին Բանավանից ցեմենտի գործարան տանող ճանապարհին համայնքային ոստիկանները ձերբակալեցին եւ Hyundai Մակնիշի մեքենայով հանդերձ բաժին տեղափոխեցին 34-ամյա երևանցուն։ Պարզվեց, որ պահելուց եւ օգտագործելուց բացի երիտասարդը նաեւ իրացնում է թմրանյութ։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կտորե 2 տոպրակ, որոնցից մեկը 40 կարմիր, մյուսը 24 կապույտ կպչուն ժապավենի փաթեթներով։ Սրանց մեջ եղած դեղնականաչավուն զանգվածի ընդհանուր քաշը մոտ 114 գրամ էր։ Հայտնաբերվեցին նաև նույն զանգվածով թղթե փաթեթ եւ մոխրացած հետքերով կաթուցիչ։ Երիտասարդը հայտնեց, որ մարիխուանան ձեռք է բերել Telegram հավելվածի միջոցով դրանք տարբեր վայրերում տեղադրելու եւ գումար վաստակելու նպատակով, իսկ թղթե փաթեթն ու կաթուցիչն իրենն են։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք, իսկ երիտասարդը ներկայացվել է ՎԴԻ քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի հատկանիշներով։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 10-ից 11-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 147 դեպք, որոնցից 4-ը նախկինում կատարված։ Մասնավորապես տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունենալու 55, թմրանյութի հայտնաբերման 21, հարդախության 12, մարմնական վնասվածք պատճառելու 10, անձնական ունեցվածքի գողության 8, ֆիզիկական ներգործության 6, հոգեկան ներգործության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, սառը զենքի հայտնաբերման 3-ական, համակարգչային հափշտակության, խուլիգանության, զենգզենամթերքի առևանգման, ինքնիրավչության, անհետաձգելի միջամտության որոշումը չկատարելու 2-ական, մարդու առևանգման, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի, պաշտոնեական կեղծիքի, թմրանյութի իրացման, ծառերը, թփերը, ապօրինի հատելու, փաստաթղթեր, կնիքներ, դրոշներ, ձևաթղթեր կեղծելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, գրավառունի վնաս պատճառելու, մեկական դեպք է բացահայտվել, հայտնաբերվել է 3 հետախուզվող կամավոր ներկայացել 1-ը, գրանցվել է զենգզինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 14 պատահար, 18 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։